Օրինականացման հնարավոր դրական և բացասական կողմերը։ Ես բազմիցս խոսել եմ մարիխուանայի օրինականացման մասին, այժմ կներկայացնեմ դրա և դրական և բացասական հետևանքները, որոնք պետք է ավելի մանրակրկիտ դիտարկել։ Դրական կողմեր, բժշկական կիրառություններ, բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ մարիխուանան կարող է օգտակար լինել որոշակի բժշկական վիճակների բուժման կամ ախտանիշների թեթևացման համար, ինչպիսիք են քնի խանգարումը, քրոնիկական ցավը, էպիլեպսիան, սկլերոզը և քիմիոթերապիայի հետևանքները։ Օրինականացման հնարավոր դրական և բացասական կողմերը։ Ես բազմիցս խոսել եմ մարիխուանայի օրինականացման մասին, այժմ կներկայացնեմ դրա և դրական և բացասական հետևանքները, որոնք պետք է ավելի մանրակրկիտ դիտարկել։ Դրական կողմեր, բժշկական կիրառություններ, բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ մարիխուանան կարող է օգտակար լինել որոշակի բժշկական վիճակների բուժման կամ ախտանիշների թեթևացման համար, ինչպիսիք են քնի խանգարումը, քրոնիկական ցավը, էպիլեպսիան, սկլերոզը և քիմիոթերապիայի հետևանքները։